Եթերում լուրերի կիրակնորյա թողարկումն է, ես Արա Աբրահամյանն եմ, բարի երեկո։ Միասին փորձելու ենք ամփոփել անցնող շաբաթվա կարևոր իրադարձություններն ու ուշագրավ զարգացումները։ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի հայկական հիմնադրամի վարչության անդամ Ռոբերտ Այդաբիրյանին։ Վարչապետը ողջունել է պարոն Այդաբիրյանի այցը Հայաստան եւ կարևորել նրա գործունեությունը հայրենիքում եւ Սփյուռքում։ Այդաբիրյանն էլ նշել է, որ կիսում է Հայաստանի պետականության ամրապնդմանն ուղղված վարչապետ Փաշինյանի համոզմունքները ու իր աջակցությունն է հայտնել իրական Հայաստանի գաղափարախոսությանը։ Զրուցակիցները քննարկել են պետական կառավարման համակարգի բարեփոխումների ընթացքին, Հայաստանի տնտեսական զարգացման, կրթության եւ այլ ոլորտներում ծրագրերին վերաբերող հարցեր։ Ստամբուլում տեղի է ունեցել Իսլամական գործակցության կազմակերպության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանը, որի ավարտին ընդունվել է Ստամբուլի հռչակագիրը։ Հռչակագրով անդամ երկրները կոչ են արել Հայաստանին հաղթահարել խաղաղության համաձայնագրի ստորագրմանը խոչընդոտող իրավական ու քաղաքական արգելքները, այդպիսով դադարեցնելով եւ զերծ մնալով Ադրբեջանի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը խաթարելուց։ Հռչակագրով պետությունները խոր մտահոգություն են հայտնել Արևմտյան Ադրբեջան համայնքի ճակատագրի վերաբերյալ վերահաստատել տեղահանված ադրբեջանցիների հայրենադարձության իրավունքը դատապարտել Հայաստանի հրաժարումը Արևմտյան Ադրբեջան համայնքի հետ երկխոսությունից։ Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Իսլամական գործակցության կազմակերպության անդամ պետությունների ընդունած այս հռչակագրին, նշելով, որ պաշտոնական Երևանը խորապես հիասթափված է դրանում տեղ գտած խեղաթյուրված եւ ծայրահեղ միակողմանի ձևակերպումների առնչությամբ, քանի որ արտահայտված շեշտադրումները հակասում են տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման շահերին եւ տրամաբանությանը։ ԻՀԿ անդամ պետությունների ուշադրությունը հրավիրում ենք այն փաստին, որ Արևմտյան Ադրբեջանի խոսույթը մարդու իրավունքների քողի ներքո Ադրբեջանի կողմից հստակ տարածքային պահանջ է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ, ինչը փաստվում է անգամ այդ նպատակով արհեստականորեն ձևավորված կազմակերպության հիմնադիր փաստաթղթերում։ Օգտակար ենք համարում հիշեցնել, որ Արևմտյան Ադրբեջանը Ադրբեջանի արևմտյան շրջաններն են՝ Ղազախը, Թովուզը, Աղստաֆան, Գեդաբեյը, Դաշքեսանը, Քելբաջարը, Լաչինը, Կուբաթլուն, Զանգելանն ու Նախիջևանը։ Հայաստանի Հանրապետության տարածքում չկա եւ չի կարող լինել այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան։ Ինչ վերաբերում է խորհրդային Հայաստանում բնակվող ադրբեջանցիներին, ապա նրանք ԽՍՀՄ գոյության վերջին տարիներին Հայաստանից հեռացել են կամավոր, կարողացել են վաճառել կամ փոխանակել իրենց գույքը կամ ստացել են փոխհատուցում Հայաստանի կառավարությունից։ Ցավոք նույնը չի եղել հայերի ճակատագիրն Ադրբեջանում, Բաքվում, Սումգայիթում եւ այլ վայրերում, որտեղ տեղի են ունեցել հայերի կոտորածներ եւ բռնի տարհանում։ Իսկ նույն օրինակ վերջին դրսևորմանը մեր տարածաշրջանում աշխարհն ականատես եղավ 2023 թվականի աշնանը, երբ ավելի քան 115,000 հայեր ստիպված եղան լքել Լեռնային Ղարաբաղը, ենթարկվելով էթնիկ զտման։ Արտաքին գործերի նախարարությունը վերոնշյալ հռչակագրին եւ բանաձևերին միացված երկրներին կոչ է արել վերանայել եւ վճռականորեն հրաժարվել Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը թիրախավորող եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը վտանգող կողմնակալ նախաձեռնություններից։ Բաքուն էլ պատասխանել է Հայաստանի ԱԳՆ հայտարարություններին, նշելով, թե իբր Հայաստանը պետք է հրաժարվեր իր ռևիզիոնիստական հռետորաբանությունից եւ ընդունի իր պատմական պատասխանատվությունը։ Խաղաղության մասին Հայաստանի պնդումները անհամատեղելի են գործողությունների հետ։ Ադրբեջանցիների վերադարձի իրավունքին Իսլամական գործակցության կազմակերպության աջակցությունը տարածքային պահանջ չէ, ինչպես դա անհիմն է ներկայացնում Հայաստանը, այլ արդարության եւ նրանց իրավունքների վերահաստատման կոչ, նշված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։ Հիշեցնենք, Ստամբուլում կայացած Իսլամական գործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանում ընդունվել է այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի համայնքին վերաբերող հռչակագիր։ Հայաստանի խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը եւ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման վերաբերյալ մոտեցումները Թուրքիայի կողմից գնահատվում են կառուցողական։ Այս մասին հայտարարել է փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, ամփոփելով վարչապետ Փաշինյանի Թուրքիա կատարած աշխատանքային այցի արդյունքները։ Կոստանյանի խոսքով Փաշինյան-Էրդողան հանդիպանը քննարկվել են հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացները, նաեւ Մերձավոր Արևելքին առնչվող հարցեր։ Հայաստանի կոմունիկացիաների բացման վերաբերյալ տեսլականը կառուցողական է գնահատվում Թուրքիայի գործընկերների կողմից։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ամփոփելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի Թուրքիա կատարած աշխատանքային այցի արդյունքները, նշել է արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։ Փոխարտգործնախարարը նշել է, որ Երևանը հանդես է գալիս նախաձեռնություններով, որոնք գնահատվում են ոչ միայն որպես իրատեսական, այլև համահունչ տարածաշրջանային կայունության եւ գործակցության տրամաբանությանը։ Ըստ էության կա ընդհանուր ըմբռնում, որ Հայաստանը կառուցողական է մոտենում իր առաջարկներով կոմունիկացիաների բացման վերաբերյալ։
Փաշինյան-Էրդողան հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործընթացները, Մերձավոր Արևելքում զարգացումները, նաև Հայաստան-Ադրբեջան երկխոսության ընթացիկ փուլը։ Կոստանյանի խոսքով արձանագրվել է, որ օրինակ Մերձավոր Արևելքի վերաբերյալ Հայաստանի եւ Թուրքիայի դիրքորոշումները մոտ են։ Ինչ վերաբերում է երրորդ երկրի քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի բացմանը Կոստանյանը նշել է. Ընդգծում եմ երկու կողմերն էլ նորից արձանագրել են, որ պայմանավորված ուժի մեջ է։ Ամեն դեպքում այս ուղղությամբ դեռևս քայլեր պիտի անենք։ Թուրքական կողմի դիրքորոշումը կարծում եմ ծանոթ է բոլորիդ։ Հայաստանը հանդիպման ընթացքում ներկայացրել է խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը, որը ենթադրում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացում ի նպաստ բոլոր շահագրգիռ կողմերի։ Թուրքիան ձգտում է դեպի կենտրոնական Ասիայի կապուղիները ավելի բարելավել Հայաստանի համար, որպես դեպի ելք ծով չունեցող պետություն, ուղղակի կենսական անհրաժեշտություն է ունենալ բաց սահմաններ եւ վերջին իրադարձություններն էլ ցույց տվեցին, որ պրակտիկորեն մեր 3 կամ եթե ոչ կուզեք ասել 3.5 սահմանները փակ էին կապված Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները։ Լրագրողի հարցին, թե արդյոք թուրքական կողմը բարձրացրել է Ադրբեջանի առաջ քաշած անխոչնդոտ միջանցքի պահանջը, Կոստանյանը միանշանակ պատասխանել է. նման պնդում թուրքական կողմից չի հնչել։ Կոստանյանը տեղեկացրել է նաև, որ Փաշինյան-Էրդողան հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման փաստաթղթին եւ հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Նրա խոսքով կողմերը շարունակում են երկխոսությունը եւ մոտ ապագայում հնարավոր է նոր հանդիպում կայանա։ Վերջին քննարկումը, որի մասին բոլորդ վստահաբար տեղյակ եք, երկու երկրների ղեկավարների միջև Տիրանայում տեղի ունեցած հանդիպումն է։ Կարծում ենք, որ մոտ ապագայում հնարավոր կլինի նոր քննարկումներ ունենալ ադրբեջանական կողմի հետ։ Փոխարտգործնախարարը եւս մեկ անգամ հստակեցրել է, որ Հայաստանի համար շարունակում է սկզբունքային մնալ այն, որ տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է գործեն Հայաստանի Հանրապետության իրավազորության ներքո եւ այդ ճանապարհի նկատմամբ լիարժեքորեն պահպանվի ՀՀ սուվերենությունը։ Նա նաեւ խոսել է հայ-ռուսական հարաբերություններից եւ ընդգծել, որ երկու պետությունների միջև հարաբերությունները պաշտոնապես շարունակում են մնալ բարեկամական եւ դաշնակցային։ Ինչ վերաբերում է ԱՊԿ-ին, ապա ըստ Կոստանյանի կառույցում Հայաստանի ապագա մասնակցությունը հարցականի տակ է։ Կոստանյանը եւս մեկ անգամ նշել է, որ եթե ՀԱՊԿ-ը չհստակեցնի իր դիրքորոշումը Հայաստանի սուվերեն տարածքների նկատմամբ գործողությունների վերաբերյալ, ապա Հայաստանը կկայացնի վերջնական որոշում։ Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, փոխարտգործնախարարի խոսքով Հայաստանը շարունակում է անդամակցել եւ միաժամանակ խորացնել կապերը Եվրոպական միության հետ։ Կոստանյանը նաեւ հայտնել է, որ Փաշինյան-Էրդողան հանդիպման ժամանակ Հայաստանում ռուսական ռազմաբազան փակելու վերաբերյալ որևէ հարց չի քննարկվել։ Իրանի խաղաղ քաղաքականությունը անփոփոխ է։ Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոփանին վստահեցրել է, նույնիսկ տարածաշրջանի լարվածությունը չի կարող խաթարել Թեհրանի Երևանի հետ գործընկերությունը։ Դեսպանը կրկին ընդգծել է, Իրանը միջուկային զենք ստեղծելու նպատակ չունի, իսկ ռազմական վերջին գործողությունները եղել են ինքնապաշտպանական։ Իրանի Իսլամական Հանրապետության խաղաղ քաղաքականությունը մնում է անփոփոխ եւ նույնիսկ տարածաշրջանային լարվածությունը չի կարող խոչընդոտել, որ Իրանը շարունակի խորացնել իր հարաբերությունները Հայաստանի հետ։ Այս մասին ասուլիսի ընթացքում հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոփանին, ընդգծելով, որ Թեհրանը հավատարիմ է ինչպես միջազգային իրավունքի նորմերին, այնպես էլ բարիդրացիական հարաբերություններին։ Դեսպանը շեշտել է, որ Իրանի դեմ ռազմական վերջին հարձակումները ոչ միայն եղել են անօրինական, այլև նպատակ են ունեցել խոչընդոտելու երկրի զարգացումն ու միջազգային բանակցային գործընթացները։ Մենք այդ պահին գտնվում ենք ակտիվ բանակցային փուլում, նպատակը հստակ էր առաջ շարժվել հասնել փոխըմբռնման, բայց սիոնիստական ռեժիմը փորձեց խոչընդոտել այդ գործընթացը դիմելով ռազմական ագրեսիայի։ Սա կանխարգելիչ հարված էր, սա բացահայտ ոտնձգություն էր Իրանի ինքնիշխանության դեմ։ Մեհդի Սոփանին եւս մեկ անգամ հիշեցրել է, Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ միջուկային զենք ձեռք բերելու նպատակ չունի եւ երբեք չի ունեցել։ Իրանի միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում եւ իրականացվում է ատոմային էներգիայի միջազգային գործակալության վերահսկողության ներքո։ Մենք բազմիցս հայտարարել ենք, Իրանը չունի միջուկային զենք ստեղծելու նպատակ։ Մեր բոլոր գործողությունները վերահսկվում են ՄԱԳԱՏԷ-ի կողմից։ Տեսուչները պարբերաբար այցելում են զեկույցներ են պատրաստում։ Եթե շեղում լիներ, ամբողջ աշխարհը կիմանար դրա մասին։ Մենք հավատում ենք խաղաղ զարգացման ուղուն։ Սոփանին մեկնաբանել է նաև Իրանի ու Իսրայելի միջև ռազմական գործողությունների ընթացքում մամուլում տեղ գտած որոշակի հրապարակումներ այն մասին, որ Իրանի դեմ Իսրայելի հարվածներն իրականացվել են օգտագործելով նաև Ադրբեջանի օդային տարածքը։
Մենք տեղեկություններ ենք ստացել, որ անօդաչու թռչող սարքերի փոքր քանակություն Իրանի տարածք է մուտք գործել հարևան երկրների տարածքից։ Այդ իսկ պատճառով Իրանի եւ Ադրբեջանի նախագահների միջև հեռախոսազրույցի ժամանակ մեր նախագահը խնդրել է Իլհամ Ալիևին լուրջ հետաքննություն անցկացնել այս հարցի վերաբերյալ։ Մենք կսպասենք հետաքննության արդյունքներին։ Անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններին, դեսպանն ասել է, որ ստեղծված իրավիճակը որևէ կերպ չի ազդել երկու երկրների հարաբերությունների վրա, ավելին, փոխադարձայցերն ավելացել են, գործակցությունն ակտիվացել։ Հայաստանի Հանրապետությունը, նրա կառավարությունն ու ժողովուրդը այս օրերին ցուցաբերեցին իսկական բարեկամություն։ Մենք զգացինք այդ աջակցությունը թե պետական մակարդակով, թե հասարակության կողմից։ Դա մեզ համար շատ կարևոր էր։ Իրանը միշտ բարձր է գնահատում անկեղծ համերաշխությունը։ Դեսպանի խոսքով, չնայած տարածաշրջանային լարվածությանը, Իրանը շարունակել է իրականացնել բոլոր տնտեսական եւ ենթակառուցվածքային ծրագրերը։ Մեր ծրագրերն իրականացվում են առանց ընդհատման։ Ես անձամբ եմ հրավիրել Հայաստանում գործող իրանական ընկերություններին եւ մենք պայմանավորվել ենք։ Ոչ մի դադար։ Մեր նպատակն է խորացնել տնտեսապես եւ ռազմականորեն կարևոր այս գործակցությունը։ Սոփանին հստակ ընդգծել է Թեհրանը հարձակում չի նախաձեռնել, այլ պատասխանել է իր դեմ իրականացված ագրեսիային։ Մեր պատասխանը սիոնիստական ռեժիմի իրականացրած ագրեսիային եղել է հստակ, նպատակային եւ սահմանափակ, ուղղված միայն ռազմական օբյեկտներին։ Մենք ցույց տվեցինք, որ ունենք հնարավորություն պաշտպանվելու, բայց նաեւ հարգում ենք երկխոսությունը։ Եթե հարձակումները դադարեցվում են, մենք էլ դադարեցնում ենք մեր գործողությունները։ Սա մեր սկզբունքն է՝ պատասխանել բոլոր հարվածներին, չնայած պատերազմի մտադրություն չունենք։ Ասուլիսի ավարտին դեսպանը երախտագիտություն է հայտնել Հայաստանին համերաշխության ու սկզբունքային դիրքորոշման համար, ընդգծելով, որ Թեհրանը մշտապես պատրաստ է խորացնել հարաբերությունները Երևանի հետ։ Կառավարությունը ազգային ժողովին առաջարկում է հուլիսի 1-ին ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարել նախաձեռնողի սահմանած օրակարգով ժամանակի սղության պատճառով չքննարկված հարցերին անդրադառնալու համար։ Վարչապետը գործադիրի հերթական նիստում առաջարկել է նաև հեծը պետականացման գործընթացը քննարկելուն զուգընթաց վաճառքի հանել կառույցի բաժնետոմսերը, որ Հայաստանի քաղաքացիները հնարավորություն ունենան դրանք ձեռք բերել։ Փաշինյանը խոսել է նաև իրավապահների սրբազան շարժման հետ կապված գործողությունների մասին։ Բացահայտվել է պետականության, Հայաստանի Հանրապետության անվտանգության եւ կայունության դեմ նախապատրաստվող հանցագործություն, նաեւ կանխվել է այդ պլանի իրագործումը։ Այս մասին կառավարության հերթական նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Բագրատ Սրբազանի հետ կապված իրավապահների գործողություններին, գործադիրի ղեկավարը նախ շնորհակալություն հայտնեց այդ աշխատանքի համար, ապա հայտնեց, որ առավել արդյունավետ գործած իրավապահներին ներկայացրել է պետական պարգևի եւ այդ մասին արդեն խոսել է Հայաստանի Հանրապետության նախագահի հետ։ Կարծում եմ իմաստ կունենա, որ ազգային անվտանգության ծառայության, դատախազության, քննչական կոմիտեի, ներքին գործերի նախարարության, ոստիկանության առավել արդյունավետ գործած աշխատակիցներին ներկայացնեք պարգևատրման եւ պետական պարգևի։ Կարծում եմ շատ բան չկա ասելու թեմայի հետ կապված, որովհետեւ ահռելի ծավալով ինֆորմացիա է հրապարակվել եւ ես այս պահին չունեմ որևէ այլ բան բացի հրապարակվածից ասելու, համոզված եմ արդյունավետ քննություն տեղի կունենա եւ հետագա ընթացքի մասին մեր իրավապահները հանրությանը կիրազեկեն։ Վարչապետի ուշադրությունը գրավել էր նաև 3 հանրային քննարկումներում, սոցիալական ցանցերում օգտատերերի գրառումները։ Մարդկանց մի խումբ արձանագրում էր, որ Հայաստանում նոր հոկտեմբերի 27 է կանխվել։ Մի ուրիշ խումբ էլ հարց էր բարձրացնում, թե արդյոք 1999 թվականին Հայաստանի իրավապահ մարմինը կարող էր կանխել հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը։ Սա մի հարց է, որի պատասխանը նույնպես ի վերջո պիտի փորձենք վստահելի ձևով ձևակերպել։ Եվ ես հույս ունեմ, որ մեր իրավապահ համակարգը այս հարցի ձևակերպումը այս հարցի պատասխանը գտնելու ուղղությամբ նույնպես ջանքեր կգործադրի։ Հաջորդիվ անցնելով օրակարգին Փաշինյանն արձանագրեց, որ մայիսին Հայաստանի տնտեսությունը ճկունության որոշակի դրսևորումներ է ունեցել։ Այս համատեքստում Փաշինյանի խոսքով 2025-ի մայիսին ունենք Հայաստանում արձանագրված աշխատատեղերի բարձր ռեկորդ։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ ներկայացրեց տնտեսական ակտիվության ցուցանիշները, նշեց այն աճել է 10.4%-ով։ Տնտեսական ակտիվության ցուցանիշը երկնիշ 10.4%-ով աճել է 2025-ի մայիսին 2024 թվականի մայիսի նկատմամբ եւ հիմնականում պայմանավորված է շինարարության եւ ծառայությունների աճով, այսինքն տնտեսության իրական հատվածում մեծ աճ ունենք։ Ես ուզում եմ նշել, որ չնայած այն հանգամանքին, որ
արդյունաբերությունը 5.9% այդտեղ կրճատում կա, բայց մենք նաև վիճակագրության կոմիտեի հետ աշխատանք իրականացրեցինք եւ տեսանք, որ մի շարք ոլորտներում մենք մեծ աճ ունենք, օրինակ քիմիայի, ծխախոտի, սննդի արդյունաբերության, հանքագործության եւ այլ ոլորտներում արտադրությունը էական աճել է։ Փաշինյանն անդրադարձավ նաև հեծի աշխատանքին, նշելով, որ այն հատել է կարմիր գծերը։ Ըստ նրա, process-ը մի փուլանի չի լինի, բայց կառավարումը պետք է պետությունը վերցնի իր ձեռքը։ Արտահերտ նիստով համապատասխան օրենսդրական փոփոխությունները կիրականացվեն եւ շատ արագ ես կարծում եմ, որ այդ առաջին անհրաժեշտ գործողությունը տեղի կունենա, այսինքն դրա իմաստը կլինի այն, որ պետությունը, կառավարությունը կստանձնի Հայաստանի էներգետիկ ցանցերի կառավարումը եւ այդ կետից սկսած արդեն մենք ավելի հանգիստ պայմաններում հետագա սցենարները կքննարկենք, թե ինչ սցենարով են գնում։ Բայց ես էլի ուզում եմ մի ռազմավարական հարցի անդրադառնամ, որ որևէ սցենարով էլ որ մենք գնանք, մենք մի X պահի պետք է ապահովենք Հայաստանի էլեկտրական ցանցեր Փակ բաժնետիրական ընկերության բաժնետորմսերի ազատ բաժանորդագրության հնարավորությունը։ Կառավարության ղեկավարն առաջարկեց հեծի բաժնետոմսերը վաճառքի հանել, որ Հայաստանի քաղաքացիները հնարավորություն ունենան դրանք ձեռք բերել։ Կառավարությունն ազգային ժողովին առաջարկում է հուլիսի 1-ին գումարել ազգային ժողովի արտահերտ նստաշրջան, նախաձեռնողի սահմանած օրակարգով։ Ժամանակի սղության պատճառով չքննարկված հարցերին անդրադառնալու համար։ Հաջորդիվ կառավարության որոշմամբ 2025 թվականի բյուջեից Հայաստանի մարզերի աշխատակազմերին կհատկացվի 2 միլիարդ 124 միլիոն 588 հազար դրամ։ Համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար։ Նախագծով առաջարկում է համաֆինանսավորել 14 համայնքի 18 ծրագիր, որից ուրեմն մեկական ծրագիր Արագածոտնի, Արարատի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի եւ Տավուշի մարզերում, Արմավիրի մարզում եւ Գեղարքունիքում 3-ական ծրագիր եւ Լոռու մարզում 6 ծրագիր։ Վարչապետն ավանդույթի համաձայն երկար թվեց այն նախագծերը, որոնք իրականացրել են այս ընթացքում։ Մեկ այլ նախագծով էլ առաջարկվեց երեխա ունեցող ընտանիքներին բնակարանային ապահովության պետական աջակցության 2024-ից 26 թվականների ծրագիրն իրականացնելու համար 2025 թվականի երկրորդ եռամսյակում դիմող 410 շահառուներին ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով հատկացնել 300 միլիոն դրամ։ Հունիսի 1-ի դրությամբ արդեն իսկ աջակցություն է ստացել 1164 ընտանիք, որոնց վճարվել է շուրջ 900 միլիոն դրամ։ Տեղեկացնեմ, որ ծրագրի մեկնարկից, այսինքն 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև հունիսի այս տարվա հունիսի 1-ը աջակցություն է ստացել 13285 շահառու ընտանիք, իսկ փոխանցված ընդհանուր դրամական միջոցները կազմում են շուրջ 9.5 միլիարդ դրամ։ Աջակցություն ստացած շահառուների թվի աճը պայմանավորված է ծրագրի վերաբերյալ ակտիվ իրազեկման աշխատանքներով եւ պոտենցիալ շահառուների շրջանում մեծ հետաքրքրությամբ։ Կառավարությունը հավանություն տվեց Մոնղոլիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ ԵԱՏՄ-ի միջև համաձայնագրերի ստորագրման առաջարկություններին, որոնց նպատակն է ազատականացնել եւ պարզեցնել կողմերի միջև ապրանքների առևտուրը։ Կառավարությունը չզեկուցվող հարցերով հաստատեց նաեւ Հայաստանում վարժական հավաքներ անցկացնելու ժամանակացույցը, ըստ որի օգոստոսի 12-ից մինչև հոկտեմբերի 3-ը ներառյալ Հայաստանում կհայտարարվեն վարժական հավաքներ։ Տեղի է ունեցել ավականու հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են օրակարգային տարբեր հարցեր, ընդունվել կարևոր որոշումներ։ Նիստի ներկայացված էր նախագիծ, համաձայն որի ստեղծվելու է Երևանի ավականու քննիչ հանձնաժողով։ Նպատակը 1991-ից մինչև 2025 թվականին Երևան համայնքին պատկանած դպրոցների, մանկապարտեզների տարածքների օտարման գործընթացների ուսումնասիրությունն է։ Մինչև տարվա վերջ պլանավորվում է Երևանի կողմից մատուցվող բոլոր ծառայությունները թվայնացնել, այս մասին Երևանի ավականու նիստի ժամանակ հայտնեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը, նշելով, որ հայտարարելու են Երևան Electronic Services նախագծի նոր հարթակի մասին, որտեղ գրեթե բոլոր ծառայությունները կլինեն թվայնացված, բայց դեռևս վեբ ֆորմատով։ Գրեթե ենթադրում եմ ծառայություն չի մնալու, որ էլեկտրոնային հարթակով հասանելի չի լինելու, եւ մինչև տարվա վերջ պլանավորում ենք, որ այս հարթակը ունենա հավելվածներ եւ Android-ի եւ iOS-ի համար։ Ինչ վերաբերում է բնակչության հատուկ սպասարկում ՀՕԱԿ-ին, ապա ըստ Ավինյանի կդիտարկվեն ոչ միայն բուն թվայնացման, այլև բիզնես գործընթացների պարզեցման հարցերը։ Հաջորդիվ ավականին ընդունեց Երևանի 2025-ից 28 թվականների գործողությունների ծրագիրը։ Ներկայացնելով այն, Երևանի կառուցապատման ներդրումային ծիկ ՀՕԱԿ-ի տնօրեն
Մehmet Ababyan-ը նշեց, որ տեղական բաց կառավարումը գլոբալ գործընկերության հարթակի մի ենթաճյուղ է, որին անդամակցում են ավելի քան 70 երկրներ եւ ավելի քան 100 տեղական իշխանություններ աշխարհի տարբեր պետություններից։ Երևանն այս հարթակին անդամակցում է դեռևս 2022 թվականին։ Ընդհանուր առմամբ հավաքագրված է եղել գործընթացի ժամանակ մոտ 200 առաջարկություն, որոնք խմբավորվել են եւ այսօրվա գործողությունների ծրագիրը բավականին ամբիցիոզ է այն առումով, որ իրենք թվականակով քիչ են, ընդամենը 4 գործողություն, բայց իրենք բավականին հագեցած են եւ խիտ են հանձնառության, բովանդակության եւ անելիքների առումով։ Գործողություններից մեկը վերաբերում է մասնակցային բյուջետավորմանը, որը ենթադրում է թվային եւ այլ խողովակներով հանրության կողմից ծրագրերի, գաղափարների ներկայացում եւ ընտրություն։ Կլինեն հստակ չափորոշիչներ, որոնք ի սկզբանե կհրապարակվեն։ Ընտրված գաղափարները կդրվեն նաեւ հանրային քվեարկության։ Այսինքն ստեղծվում է մի միջավայր, որտեղ հանրությունը կմասնակցի եւ ծախսերի պլանավորմանը եւ ծրագրերի առաջնահերթությունների ընտրությանը։ Քննարկվեց նաեւ 1991-ից 25 թվականներին դպրոցների մանկապարտեզների օտարման գործընթացներն ուսումնասիրելու համար Երևանի ավագանու քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը նախագիծը ներկայացնելիս ասաց, որ նախորդ տասնամյակներում տարբեր համայնքային գույքեր, հատկապես մանկապարտեզների տարածքներ օտարվել են, ինչի հետևանքով հազարավոր երեխաներ զրկվել են մանկապարտեզ հաճախելու իրավունքից։ Գոյացել են հերթեր, որոնք մինչև օրս շարունակում են լինել, չնայած վերջին տարիներին էականորեն նվազել են։ Ըստ նրա, ստեղծում են հանձնաժողով, որն ուսումնասիրելու է քաղաքից խլված գույքերի ցանկը։ Անհրաժեշտություն կա մեր հանրությանը լավ իրազեկել, ինչ է իրականում տեղի ունեցել, երբ է տեղի ունեցել, ում կողմից, ում համար, ինչ վնաս է կրել դրանից համայնքը, ինչ գույքային վնաս է կրել եւ ինչպիսի հերթեր են գոյացել։ Ըստ Գալջյանի հանձնաժողովը բաղկացած է լինելու 12 անդամից, յուրաքանչյուր խմբակցությունից 3 անդամ։ Ավագանու Մայր Հայաստան խմբակցությունը սակայն հրաժարվել է մասնակցել աշխատանքներին։ ՔՊ խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը նկատեց. Այն մարդիկ, ովքեր որ ասֆալտը անգամ բարակ են արել, դատվելու են, ով որ փող է կերել ինքը դատվելու է ու դա սկսելու է ձեր քաղաքական ուժի դինաստիայից, այն դինաստիայից, որոնք որ մանկապարտեզները եւ դպրոցները զավթել են։ Ու մի բան էլ, որ հանձնաժողովի նիստին պարոն Սուքիասյան նշում եք, ասում եք 7 տարիա բան եք, իշխանության եք, գնայիք, վերցնեիք, բերեիք, դատեիք, փրթեիք, թափեիք, մենք տես չենք ուզեցել անենք, պարոն Սուքիասյան, մենք քաղաքականուց չենք, պատվերով մենք արդարադատություն եթե մենք անենք, հիմա այստեղ բոլորը կլինեն բերձերում, ոչ միայն այս դահլիճում, այլ նաև այս դահլիճից դուրս։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն էլ հավաստիացրեց, որ եթե հանձնաժողովի աշխատանքների արդյունքում խախտումներ հայտնաբերվեն, ապա դրանք իրավական հետևանքներ կունենան։ Պատժիչ արդարադատությունը փոխարինել վերականգնողական արդարադատությամբ ջուրեմոնիայի մշտադիտարկման արդյունքները արդեն հասանելի են։ Այս ուսումնասիրությունն անդրադառնում է այն գործընթացին, որով հնարավոր է ավանդական պատժիչ արդարադատության մոդելը փոխարինել վերականգնողական արդարադատությամբ հիմնվելով մշտադիտարկման արդյունքների վրա։ Հաշվետվությունը ներկայացնում է փորձառությունների, ցուցանիշների եւ եզրակացություններ, որոնք արձանագրվել են վերականգնողական մոտեցումներ կիրառած տարբեր դատարաններում, քրեակատարողական հաստատություններում։ Հայաստանի արդարադատական համակարգում նոր շունչ է նկատվում ավանդական պատժիչ արդարադատությանը, որտեղ մեղավորին հիմնականում սպասում է ազատազրկում, փորձում է փոխարինել վերականգնողական արդարադատությունը։ Մի մոդել, որը կենտրոնանում է ոչ թե միայն պատժի, այլ փոխհատուցման, վերաինտեգրման եւ հաշտեցման վրա։ Ջուրեմոնի հասարակական նախաձեռնությունը վերջին 1 տարվա ընթացքում մշտադիտարկել է փորձարարական գործեր, որտեղ դատարաններն ու իրավապահ համակարգի ներկայացուցիչները փորձել են կիրառել վերականգնողական մեխանիզմներ։ Նպատակը պարզ է նվազեցնել ռեցիդիվը, ներգրավել տուժողին եւ մեղադրյալին ընդհանուր լուծում գտնելու գործընթացում եւ վերջապես կառուցել մի համակարգ, որն ընդմիշտ հեռացնելու փոխարեն օգնում է վերաինտեգրվել։ Վերականգնողական արդարադատությունը վերջին տարիներին էապես արտահայտում է այն արժեքային փոփոխությունները, դեպի որոնց գնում է մեր պետությունը եւ պատժողական քաղաքականությունից անցում է վերականգնողական արդարադատության, ի սկզբանե այդ փուլի մեկնարկը տրվեց պրոբացիայի ծառայության ստեղծմամբ դեռևս 2016 թվականին եւ մենք այսօր կանոն քայլերով փորձում ենք բարեփոխումների միջոցով գնալ դեպի այդ փոփոխությունները։ Եթե խոսենք օրենսդրական դաշտի մասին, վերջին տարիների իրողությունը այն էր, որ մենք ընդունեցինք նոր օրենսգրքերը, քրեակատարողական եւ քրեական դատավարության օրենսգրքերը եւ մասնավորապես քրեակատարողական օրենսգրքի հիմքում
խորապես տրված էր այս գաղափարը, ապագայում մենք նաև նախատեսում ենք պրոբացիայի մասին նոր օրենքի ընդունումը։ Վերականգնողական արդարադատությունն առաջին հերթին նշանակում է լսել թե տուժողին, թե մեղադրյալին։ Ջուրեմոնիայի մշտադիտարկումները ցույց են տալիս, որ երբ կողմերը ներգրավված են, փոխհասկացողության մթնոլորտ կա, կոնֆլիկտները լուծվում են ոչ միայն ավելի արագ, այլև մարդկային ձևով։ Մշտադիտարկման արդյունքներից մեկի համաձայն այն գործերում, որտեղ կիրառվել են վերականգնողական մեխանիզմներ, միջնորդավորված հանդիպումներ, հանրային ծառայություն կամ վնասի հատուցում, կրկնահանցագործության դեպքերը կրճատվել են 30%-ով։ Իհարկե դեռ ամեն ինչ հարթ չէ, դատարանները դեռ սովոր չեն նման գործելավոճին։ Ոչ բոլոր իրավապահներն են պատրաստ հրաժարվել պատժի շուրջ կենտրոնացած մտածողությունից, սակայն գործընթացն արդեն իսկ սկսված է։ Տարբեր վերականգնողական ու վերասոցիալական աղացման ուղղված ծրագրեր ենք իրականացնում։ Վերջին տարիներին այո շատ հարցեր են ուղղվում արդյունավետության գնահատման չափանիշների վերաբերյալ եւ այս համատեքստում մենք ներկա պահին պրոբացիայի ծառայությունում ներդնում ենք վերականգնողական ծրագրեր, որոնք ի սկզբանե ունեն մշակված իրենց գնահատման մեխանիզմները եւ ինչու ենք ներդնում ծրագրեր, որ աշխատակազմը փոխվի, պրոբացիան ինչ ուղղությամբ էլ որ գնա վերականգնողական ներդրված ծրագրերը շարունակական իրենք գոյատևեն ու այսպես լինի դա պրոբացիայի ծառայության համար որպես շարունակական ծրագրեր եւ բոլոր ծրագրերի ներդրման առաջին պայմանը արդյունավետության գնահատման չափանիշներն են։ Ակնհայտ է, որ հասարակությունը նույնպես պատրաստ է այս փոփոխությանը։ Շատերը կողմ են, որ երիտասարդ իրավախախտները չմնան ազատազրկման վայրերում, այլ աշխատեն համայնքում, կրթություն ստանան եւ փորձեն վերականգնել իրենց քայլերի հետևանքները։ Նման մոտեցումները հատկապես կարևոր են անչափահասների եւ երիտասարդների դեպքում։ Սակայն նաև կան լրջագույն խնդիրներ, որոնք մի կողմից կապված են ենթակառուցվածքների հետ, որովհետև առանց դրանց հնարավոր չէ ուղղակի իրականացնել եւ մյուսը դա կարողությունն ու գործիքակազմերն են, որտեվ եթե գանք ավելի փիլիսոփայության տեսանկյունից, որին նաև մեր ծրագիրը կոչված է կամ մեր աշխատակազմը հավատում է, վերականգնել դա նաև վնասի վերականգնման գաղափարն է, ոչ միայն մարդու, այլ վնասի եւ կարծում ենք, որ այստեղ մեր ռազմավարությունը պետք է շատ ավելի նախարարությունը պիտի որդեգրի ավելի ընդլայնված մոտեցում հասկանալու, որ արդարադատության երկու կողմը, դրանք տուժողները եւ իրավախախտները երկու կողմն էլ պիտի պետական աջակցություն ստանան։ Հայաստանի արդարադատության նախարարությունն արդեն իսկ քննարկում է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որը հնարավորություն կտա օրինականացնել եւ ամրապնդել վերականգնողական արդարադատության մեխանիզմները պետական մակարդակով։ Մասնագետները նշում են, որ փոփոխությունները դանդաղ են, բայց անշրջելի։ Եվ եթե պետությունը, հասարակությունը եւ իրավական համակարգը կարողանան քայլել նույն ուղղությամբ, ապա արդարադատությունը Հայաստանում կարող է դառնալ ոչ միայն պատժի, այլև բուժման ու հաշտեցման գործիք։ Քաղաքացիական օրենսգրքում եւ զանգվածային լրատվության մասին օրենքում փոփոխություններ կլինեն։ Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը ներկայացրել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որը մշակվել է Սահմանադրական դատարանի 2023 թվականի հոկտեմբերյան որոշման հիման վրա։ Նախագծերով առաջարկվում է սահմանել նոր մեխանիզմներ զրպարտություն կամ վիրավորանք պարունակող տեղեկությունների հերքման, պատասխանի հրապարակման եւ առցանց հարթակներից դրանց հեռացման համար։ Փոփոխությունները կկիրառվեն ինչպես լրատվական, այնպես էլ ոչ լրատվական գործունեություն իրականացնող անձանց կողմից տարածված բովանդակության դեպքում հեռացման ծավալը կորոշի դատարանը։ Նախագծերի նպատակը սահմանադրությամբ ամրագրված անձի մասնավոր կյանքի, պատվի, արժանապատվության եւ բարի համբավի իրավունքների արդյունավետ պաշտպանությունն է։ Անցած տարվա հոկտեմբերին Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց, որով անդրադարձել էր օրենսդրությամբ ուրեմն որ զանգվածային լրատվության միջոց չհանդիսացող անձանց կողմից, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից որոշակի նյութերի հրապարակման դեպքում այնպիսի կարգավորումների բացակայությանը, որոնք հնարավորություն են տալիս զրպարտություն պարունակող նյութերը ուրեմն հեռացնել հարթակներից, այսինքն Սահմանադրական դատարանը անդրադարձել էր այդ իրավական բացին, նշելով, որ նման կառուցակարգեր մեր օրենսդրությամբ նախատեսված չեն եւ փաստացի քաղաքացիները չունեն հնարավորություն այդ եղանակով պաշտպանելու իրենց իրավունքները, այլ միայն օրենսդրությունը հնարավորություն է տալիս հերքման ինստիտուտի շրջանակներում դրան անդրադառնալ եւ Սահմանադրական դատարանի
կարելի ասել տրված հանձնարարականի հիման վրա մշակվել է այս նախագիծը, որով փորձ է կատարվել այդ օրենսդրական բացը լրացնել եւ որպեսզի ապագայում էլ նմանատիպ սահմանադրաիրավական վեճեր չունենանք, նախագծով փորձ է կատարվել ավելի ընդգրկուն կարգավորներ նախատեսել, դրա մեջ ներառելով եւ վիրավորանքի կտորը եւ զրպարտության կտորը, ինչպես նաեւ թե ԶԼՄ-ների եւ թե այլ անձանց կողմից հրապարակվող նյութերի հեռացման մեխանիզմների նախատեսումը։ Իդեպ այս փոփոխությունները հնարավորություն կտան քաղաքացիներին իրավական գործիքակազմով դիմելու այն դեպքերում, երբ նրանց մասին հրապարակված են վիրավորական կամ զրպարտիչ տվյալներ, անկախ այն բանից, թե ովքեր են հրապարակման հեղինակները։ Բացի հերքման եւ պատասխանի իրավունքից նախատեսվում է նաեւ օրենսդրորեն ամրագրել հրապարակումների հեռացման հնարավորությունը, ինչը մինչեւ այժմ բացակայում էր գործող կարգավորումներում։ Սա կարևոր քայլ է տեղեկատվական դաշտում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ։ Անդրադառնանք այլ թեմաների։ Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնը այս տարի կմեկնարկի ոչ թե մայրաքաղաքում, այլ Սիսիանում։ Հունիսի 26-ից 30-ն անցկացվող փառատոնի բացումը կիրականացվի Համոսահյանի անվան քաղաքային մշակույթի կենտրոնում Կանի կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմի ցուցադրությամբ։ Հունիսի 26-ից 30-ը կանցկացվի Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնը, որի մեկնարկն այս տարի առաջին անգամ կտրվի ոչ մայրաքաղաքում, այն կազդարարվի Սիսիանում։ Կաննի կինոփառատոնի մրցանակակիր «Մարդ, ով չէր կարող լռել» ֆիլմի ցուցադրությամբ փառատոնի տնօրեն Գուշտ Հադևոսյանը նշել է. Մրցույթային ծրագրում մենք այս տարի ընդգրկել ենք 44 ֆիլմ 23 երկրից, որից 27-ը ունենք միջազգային ծրագրում, իսկ 16-ը ազգային ծրագրում։ Ֆիլմերի ցուցադրությունները կշարունակվեն Երևանում հունիսի 29-ից, Հայաստանի կինոգործիչների միությունում եւ Կիրովի անվան մանկական զբոսայգու ամֆիթատրոնում։ Փակման արարողությունն ու մրցանակաբաշխությունը կկայանան հունիսի 30-ին նույն վայրում։ Փառատոնի ծրագրերի տնօրեն Արտյոմ Բաղդասարյանն ընդգծել է միջազգային ընդգրկման մակարդակը։ Անցած տարվանից կա տենդենս, քանի որ մենք Freeway հարթակը, որը ամենամեծ փառատոնային հարթակն է, ստացել ենք ոսկե մեդալ, այսինքն բարձր կարգավիճակ, մեզ դիմել են մեր դիմաց 800-ից ավել կինոների, ֆիլմերից 30%-ից ավելը A կլասի փառատոնների հաղթած կամ մասնակից ֆիլմեր են, Կանն, Բերլին, Լակարն եւ այլն, դա մեզ շատ է, մենք շատ ենք հպարտանում դրանում եւ մեր համար շատ կարեւոր է, որպեսզի մեր հայկական կինո արտադրողները, կինոմատογραφիչները կարողանան տեսնել, շփվել թե հյուրերի հետ, որոնք արդեն ունեն հաղթանակներ միջազգային լավագույն եւ բարձր փառատոներում եւ տարեստարի այդ շփումներից մենք հասկանում ենք, թե ինչպես է երկրաչափական աճ ունենում մեր ֆիլմերը։ Կինոփառատոնն անցկացվում է Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ եւ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության աջակցությամբ։ Փառատոնի համար հատկացվել է շուրջ 19 միլիոն դրամ։ Մուտքը բոլոր միջոցառումներին անվճար է։ Փառատոնի շրջանակներում կանցկացվեն կարճամետրաժ, խաղարկային, վավերագրական եւ ուսանողական ֆիլմեր Հայաստանից եւ արտերկրից։ Տարածքային ընդգրկման շնորհիվ փառատոնն ունի նաեւ մշակութային դեկենտրալիզացիայի նշանակություն։ Ես շատ ուրախ եմ, որ այս փառատոնի բացումը պիտի լինի Սիսիան քաղաքում, մենք բնականաբար ներկա կլինենք բացմանը վաղը, ամսի 26-ին, եւ գիտեք, այստեղ շատ հետաքրքիր բան կա, որովհետեւ արտասահմանից մեր հյուրերը, որ գալիս են, հյուրերի հետ նաեւ հյուրերը միայն միջոցառմանը մասնակցելու չեն գալիս են նաեւ Հայաստանը բացահայտելու եւ մենք պետք է այդ մշակույթն էլ բոլորս միասին կարողանանք ձևավորել հյուրեր ընդունելու, հյուրերին ուղեկցելու, հյուրերին, ասենք, ուղղորդելու որոշ վայրեր եւ շատ կարեւոր է, որպեսզի նաեւ Երևանից բացի մարզեր էլ գնան։ Փառատոնը նաև հարթակ է երիտասարդ կինոգործիչների համար միջազգային փորձի փոխանակման, կապերի հաստատման եւ հայկական կինոյի զարգացման համար։ Ըստ կազմակերպիչների, այս տարի ցուցադրվող հայաստանյան ֆիլմերի որակն առանձնանում է նախորդ տարիներին ներկայացվածներից։ Այսպիսին էր անցնող շաբաթը, հետևեք Free News-ի լրատվությանը, առողջ եղեք։